Բարի լույս հարգելի հետևորդներ, եթերում է IBC լուրերի առավոտվա թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ։ Այսօր Ավստրիայում կկայանա եպիսկոպոսատ ժողովը արդեն այլ կարգավիճակով։ Մայրաթոռի արտաքին հարաբերությունների բաժնի տնօրեն Նաթան arքեպիսկոպոս Հովհաննիսյանը հայտարարել է, որ ամենայն հայոց կաթողիկոսի բացակայության պայմաններում ժողովը կդառնա եպիսկոպոսած հավաք։ Սրբազանի խոսքով անկախ ստեղծված վիճակից այդուամենայնիվ եկեղեցականները կհավաքվեն եւ կքննարկեն օրակարգային հարցերը։ Սա մի ծրագիր է եկեղեցու դեմ Եվ այդ ծրագրի ընթացքում ամեն կերպ ուզում է ապացուցվել, որ եկեղեցին պիտի անի այն, ինչ որ մենք ենք ուզում, որ եկեղեցին պիտի դառնա պետության մի կցուրդ։ Եվ այդ կցուրդը պիտի շարունակի այն քաղաքական ուժերի ցանկությունը, որ իրանք ունեն։ Սովորական լինելու է մեր եպիսկոպոսների հավաքը, բնականաբար ոչ թե հավաքվելու են անտեղ իրար կարոտած լինելով ինչ-որ ձևով ժամանակ անցկացնելու, այլ շատ հստակ է, եպիսկոպոսները այդ օրերին իրենց աղոթական միասնությամբ, որովհետև մեր օրակարգի մեջ հատուկ նաև աղոթական մասը կա ծրագրի, քննարկելու են մեր եկեղեցու այսօրվա որոշ հարցեր եւ հատկապես շատ լավ գիտեք ամենաակտուալը ինչն է։ Հիշեցնեմ, որ Ավստրիայում կայանալիք եպիսկոպոսատ ժողովից 2 օր առաջ դատախազությունը քրեական գործ է հարուցել վեհափառ հայրապետին դեմ եւ արգելել նրան լքել երկիրը։ Քննչական կոմիտեի փոխանցմամբ կաթողիկոսի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել դատական ակտի կատարմանը խոչընդոտելու հոդվածով։ Մայրաթոռը անհիմն եւ անօրինական է որակում վեհափառի նկատմամբ գործողությունները, ընդգծելով, որ դրանք ունեն ընդգծված քաղաքական բնույթ։ Իսկ եպիսկոպոսատ ժողովի անվան տակ կաթողիկոսությունը Հայաստանից դուրս տանելու Փաշինյանի նոր մեղադրանքին Նաթան arքեպիսկոպոսը արձագանքել է, որ Մայրաթոռը հայ հոգևորականությունն ու ամենայն հայոց կաթողիկոսը երբևէ չեն լքի Հայաստանը, եթե նույնիսկ ոմանց պատճառով չլինի Հայաստանը։ Էջմիածնի գանձերը մենք կարող ենք Հայաստանից դուրս հանել, ուրեմն Հայաստանում պետություն չկա, չի կարող հսկել ոչ իր սահմանները, ոչ իր մաքսատները, դա ինչի մասին է խոսում։ Եվ ի վերջո շատ լավ գիտեք պատմությունից, որ 1441-ից երբ վերստին Մայրաթոռը վերադարձավ Հայաստան, 700 տարի է Հայաստանում է եւ հավիտենաբար Մայրաթոռը լինելու է Հայաստանում։ Եթե նույնիսկ ոմանց պատճառով Հայաստանի Հանրապետությունը չլինի։ Երբևէ Մայրաթոռը հայ հոգևորականը եւ հատկապես ամենայն հայոց կաթողիկոսը Հայաստանը չի լքի։ Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի թեմի քահանայից դասը դատապարտել է Հայաստանի իշխանության գործողությունները։ Քահանայից դասը իշխանության գործողությունները համարում է հակասահմանադրական եւ կեղծ միջամտություն եկեղեցու ներքին կյանքին, որը խաթարում է եկեղեցու բնականոն ընթացքը։ Ոտնահարվում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, եկեղեցի պետություն կարգավորող բոլոր օրենքները, իսկ նպատակը մեկն է՝ եկեղեցին եւս հնազանդեցնել իրենց ամոթալի եւ հակազգային ծրագրերին։ Բոլոր այն անձինք, որոնք դավադիր հոգով, պառակտիչ մտքով, հակահայ ընթացքով այսօրը ներկեցին սևով, պիտի մինչեւ 7 սերունդ նզովյալ լինեն։ Կոչ ենք անում աշխարհասփյուռ մեր բոլոր հոգևոր եղբայրերին եւ համայն հայ քրիստոնյաներին չլռել եւ դատապարտել մեր սուրբ եկեղեցու դեմ մղվող այս հակաքրիստոնեական արշավը։ Միասնության թևեր քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը եւս քննադատել է ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ կիրառված երկրից չհեռանալու արգելքը եւ ընդգծել, որ այն չունի իրավական հիմք։ Թաթոյանը նշել է, որ քրեական հետապնդումն ու հարկադրանքի միջոցը քաղաքական ճնշման հստակ օրինակ են եւ ոչ մի կերպ չեն կարող արդարադատության շրջանակում ընկալվել։
Երբ իշխանության մուրճը հարվածում է կաթողիկոսարանին եւ կաթողիկոսին, դա անձավորության դեմ պայքար չէ, դա փորձ է ենթարկելու իրեն ինստիտուտը, որը նվիրական է, ավելի հին է, քան ցանկացած քաղաքական կուսակցություն եւ քաղաքական ցանկացած գործիչ։ Մեր երկրում հաստատված է անձնիշխանություն եւ կուսակցապետություն, իսկ այսօրվա վարչապետը ծառայեցնում է պետական համակարգը նրան, ինչ իրեն անձամբ պետք է, ու չեն գործում նրան պատասխանատվության ենթարկելու մեխանիզմներ, քանի որ գործող վարչապետը պետական մարմինները ենթարկեցրել է իրեն անձամբ։ Հայաստանին անհրաժեշտ է այնպիսի իշխանություն, որը չի վախենում եկեղեցուց, եւ այնքան իմաստուն է, որ եկեղեցու դեմ պատերազմ չի սկսում։ Այս ֆոնին Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, պաշտպանելով վեհափառ Հայրապետին եւ Մայրաթոռը։ ՀՀԿ-ն ընդգծել է, որ քրեական գործի հարուցումը նպատակ ունի թուլացնել եկեղեցին, մեկուսացնել նրա առաջնորդին եւ խաթարել կապը աշխարհասփյուռ հայության հետ։ Կուսակցությունը կոչ է անում հոգեվոր դասին հավատացյալ ժողովրդին ու սփյուռքին միաբանվել եւ պահանջել ազատ արձակել ձերբակալված հոգեվորականներին ու վերացնել ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ ազատ տեղաշարժվելու արգելքը։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցու հոգևոր դասին եւ հավատացյալ ժողովրդին միաբանվել ի պաշտպանություն Մայրաթոռի, իրենց ձայնը բարձրացնել աղոթքով ու բողոքով եւ ցույց տալ, որ հայ ժողովուրդը չի հանդուրժի իր հոգևոր սրբատեղիի պղծումը։ Սփյուռքին հաշվի առնել, որ Սուրբ Էջմիածնի համար պայքարը հայի ինքնության պահպանման համար գոյապայքար է եւ պահանջել միջազգային կառույցներից ու օտարերկրյա կառավարություններից ճնշում գործադրել Փաշինյանի ռեժիմի վրա դադարեցնելու հալածանքները։ Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին եւ դիվանագիտական կորպուսին դատապարտել կրոնական ազատության եւ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու իրավունքների դեմ այս աննախադեպ հարձակումը։ Հայ ազգային կոնգրեսի վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանի խոսքով Փաշինյանի այս քայլերը ոչ միայն խախտում են օրենքն ու սահմանադրությունը, այլև դելեգիտիմացնում են թե հայոց պետությունը, թե գործող իշխանությունը։ Գրեթե 3 ամիս կալանավորված Մայրաթոռի դիվանապետ Արշակ arքեպիսկոպոս Խաչատրյանի փաստաբան Արսեն Բաբայանը հայտարարել է, որ միջազգային փորձաքննությունների արդյունքները հաստատում են Սրբազանի անմեղությունը, կապված հայտնի տեսագրությունների հետ։ Փաստաբանը նշել է, որ մանրամասները կհրապարակվի մոտակա օրերին մամուլի ասուլիսում։ Իսկ Միքայել Սրբազանը այսօր դուրս կգրվի Իզմիլյան բժշկական կենտրոնից եւ կտեղափոխվի Գյումրի, հայտնել է Արտաշես Սարգսակաջապահյանը։ Իսկ մինչ զուգահեռ իրականությունում խոսում են Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու մասին եւ այս օրերին Երևանում հյուրընկալում ադրբեջանական պատվիրակությանը, Բաքվից հնչող հայտարարությունները շարունակում են կոշտանալ։ Իլհամ Ալիևը ֆրանսիական France 24-ին տված հարցազրույցում հայ գերիներին համեմատել է նացիստների հետ, պնդելով, թե նրանք ավելի ծանր հանցագործություններ են կատարել, քան Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Նա կրկին առաջ է քաշել Հայաստանի սահմանադրությունը փոխելու պահանջը, Սյունիքով անցնող ճանապարհը անվանել Զանգեզուրի միջանցք եւ հայտարարել, թե արևմտյան ադրբեջանցիները իրավունք ունեն վերադառնալու Հայաստանի այսօրվա պատմական տարածք։ Ես ներկայացրեցի Ադրբեջանի դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ եւ վերջ։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները երկար տարիներ ծրագրել են Ադրբեջանի եւ ադրբեջանցիների դեմ ռազմական հանցագործություններ եւ այժմ կանգնել են արդարադատության առաջ։ Նրանք ձերբակալվել են Ղարաբաղում իրականացրած մեր ռազմական գործողության ընթացքում եւ հանձնվել են արդարադատությանը։ Բայց դուք կարող եք ինչ-որ բան անել այս հարցում, պարոն նախագահ։ Այնպես չէ թերթել էջը եւ նրանց ներում շնորհել կամ նման ժեստ անել։ Դա ձեր լիազորությունների շրջանակում է։ Այս մարդիկ մարդկության դեմ ծանր հանցագործություններ են կատարել։ Պատկերացրեք Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Նյուրնբերգյան դատարանը եւ բոլոր այն նացիստ առաջնորդներին, որոնք դատապարտվել են մահապատժի, եւ 2 ամիս անց մեկը գար ու ասեր՝ խնդրում եմ ազատ արձակեք նրանց։ Սա նույնն է, նույնիսկ ավելի վատ։ Մենք ունենք 100 հազարավոր ադրբեջանցիներ, որոնք արտաքսվել են էթնիկ զտման են ենթարկվել ներկայիս Հայաստանի տարածքից, սակայն Հայաստանի կառավարությունը երբեք որևէ առաջարկ չի արել նրանց վերադարձի վերաբերյալ։ Կարծում եմ այս հարցին պետք է մոտենալ փոխադարձության սկզբունքով։ Ալիևի հայտարարություններին արձագանքել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։ Նա նշել է, որ եթե Հայաստանում գործեր բացառապես պետական շահը սպասարկող իշխանություն, ապա արձագանքը այլ կլիներ։
Ադրբեջանի զինծառայողներն իրագործել են սարսափելի ռազմական հանցագործություններ, անգամ տեսանկարել դրանք, որոնց թվում էր նաև հայ կին զինծառայողի անդամահատման դեպքը 2022 թվականին Հայաստանի Հանրապետության դեմ հարձակման ժամանակ։ Ինչպես չպետք է Ալիևն աջակցի Նիկոլ Փաշինյանին, եթե վերջինս օգնել է իրեն մաքրվել ագրեսիվ պատերազմից, ռազմական հանցանքներից, պետական մակարդակով ատելության քարոզից, բլոկադայից, էթնիկ զտումից, բռնի տեղահանումից, ավելին հստակ զավթողական ծրագրերով է արդեն հանդես գալիս խաղաղություն իմիտացնելով։ Մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը նշում է, որ ներկայիս վիճակում անհրաժեշտ է ուժեղ առաջնորդ, որը կկարողանա հստակ ասել ոչ Ադրբեջանի։ Կարապետյանի գնահատմամբ վերջին 8 տարիներին Փաշինյանը տվել է այն, ինչ Ալիևն է պահանջել և կա կասկած, որ նույնը կկրկնվի, եթե կառավարությունը վերստին ընտրվի։ Սակայն հայտարարություններից զատ ուշադրության կենտրոնում է նաև մեկ այլ հարց. ինչու վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս անգամ Մյունխեն չի մեկնել և չի մասնակցել Իլհամ Ալիևի հետ հնարավոր բանավեճին։ Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հիշեցրել է, որ 2020-ի կոնֆերանսին Փաշինյանը խոսել էր Տիգրան Մեծի մասին, իսկ Երևան վերադառնալուց հետո հռչակել էր իր մյունխենյան սկզբունքները, դրանք հարկադրելով ԵԱԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկած մադրիդյան սկզբունքներին։ Ինչպես արդեն հայտարարվել է, ապրիլի սկզբին կկայանա քաղաքացիական պայմանագիր կուսակցության համաժողովը, որի ընթացքում կձևավորվի ընտրական ցուցակի վերջնական կազմը։ Մինչ այդ կուսակցության գրասենյակում գրեթե 3,5 ժամ տևած քվեարկությունից հետո հրապարակվել են նախնական արդյունքները։ Ժամը 23-ի դրությամբ ցուցակում առաջատարը վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր։ Քառյակում են նաև Սուրեն Պապիկյանը, Արարատ Միրզոյանը և Գևորգ Պապոյանը։ Կանանցից այս պահին ամենաշատ ձայները ստացել են Անահիտ Ավանեսյանը, Ալխազ Ղազարյանը և Հասմիկ Հակոբյանը։ Խորհրդարանական ընտրությանը ընդառաջ կայացել է նաև Մայր Հայաստան կուսակցության համաժողովը։ Մայր Հայաստան կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը հայտարարել է, որ քննարկումների և երկխոսության արդյունքում դրական համարելով Գագիկ Ծառուկյանի առաջարկ Հայաստանի ծրագիրը խորհրդարանական ընտրությանը մասնակցելու են այդ ծրագրով։ Նրա խոսքով Մայր Հայաստանը դառնալու է առաջարկ Հայաստանին ծրագրի համահեղինակ։ Այս օրերին աշխարհը ուշադիր հետևում էր Մյունխենի անվտանգության համաժողովին, որի ժամանակ էլ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չափազանց հաճախ խոսում է Ուկրաինայի զիջումների անհրաժեշտության մասին, սակայն մոռանում է հիշատակել այն զիջումները, որոնք կարող է անել Ռուսաստանը։ Զելենսկին նաև ընդգծել է, որ Ուկրաինան ցանկանում է հնարավորինս շուտ հասնել խաղաղության, սակայն այդ խաղաղությունը պետք է արժանապատիվ լինի։ Մերձավոր արևելքում էլ վիճակը շարունակում է լարված մնալ։ Իրանի փոխարտգործնախարարը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է բանակցել Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ միջուկային ծրագրի շուրջ, եթե Վաշինգտոնը համաձայնվի վերացնել պատժամիջոցները։ Նա ընդգծել է, որ բանակցությունների սեղանին պետք է դրվեն բոլոր հարցերը և հիմա գնդակը ամերիկյան դաշտում է։ Մինչ այդ Իրանի ներսում դեռ շարունակվում են արտահայտվել հասարակության դժգոհությունները հունվարյան բողոքի ցույցերից հետո։ Իրանի նախագահը նշել է, որ երկրի իշխանությունը չի կարող պարզապես անտեսել խնդիրները և պատրաստվել բուժել հիվանդությունը, ոչ թե սրել այն։ Մենք ամաչում ենք տեղի ունեցածի համար և ցավալի է, որ մեր երիտասարդները տուժել են, հայտարարել է Փեզեքչյանը, ընդգծելով, որ այս միջադեպերի մեծ մասը հրահրվել է արտասահմանից։ Սոցիալական հարցերի շուրջ բողոքներ են բարձրանում նաև Արգենտինայում։ Նախագահի առաջարկած ռադիկալ բարեփոխումները, որոնց միջոցով աշխատանքային օրը երկարացվել է 50%-ով և ընկերություններին թույլ է տրվել աշխատավարձի փոխարեն փոխհատուցել աշխատակիցների բնակարանային ու սննդի ծախսերը, բողոքի զանգվածային ալիք են բարձրացրել։
Եղանակի մասին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա եւս 2-ից 4 աստիճանով։ Այսօր ցերեկը կլինի 10-ից 12, իսկ երեկոյան 0-ից 1 աստիճան տաքություն։ Եվ վերջում օլիմպիական խաղերում պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի դրոշը բարձրացրել է հայկական գեղասահքի զույգը Կարինա Ակոպովան եւ Նիկիտա Ռախմանինը։ Միլանի օլիմպիական խաղերում նրանք արդեն հաջողությամբ հաղթահարել են որակավորման փուլը, իսկ այսօր պատրաստվում են հանդես գալ ազատ ծրագրով։ Կարճ ծրագրում հայկական զույգը հանդես է եկել Արա Գևորգյանի Արցախ երաժշտության ներքո։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abc.media.am։ ABC լուրերի հաջորդ թողարկումը եթերում կլինի ժամը 12-ին, կհանդիպենք։